Պարոն Գրիգորյան, կա որևէ հիմա քննարկում Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջեւ է ընթանում այդ քննարկումները եւ գործընկերոջս հարցին չպատասխանեցիք պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջո որն է ինչու է նախնում պայմանագիր հետո դարձած Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց որոշակի տեսակի միջև տարբերություն իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջև ինչ տարբերություն կա Բնավաբանական տարբերություն չկա դրանց Կա որևէ տարբերություն դրանց միջև Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի համաձայնագիրը մի քիչ ավելի խորհրդանշական Ես այս քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում ես կփորձեմ ճշտել մի հատ հասկանալ համար թե ինչ ձեր խնդրում եմ Քանի որ ձեր գործընկերները տարբեր հարցեր տվեցին, որ խնդրեմ ձեր հարցը ես մեկ անգամ արդյոք այս պահին Երևանի եւ Բաքվի միջև քննարկում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ թե ոչ բանակցություններ կան թե ոչ Բնականաբար Հայաստանը աշխատում է եւ դա ավելի շատ հրապարակային դուք տեսնում եք, որ Հայաստանը շարունակում է առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, այսինքն տեքստը այլևս համաձայնեցված է եւ մնում է ստորագրությունը, այսքան է եւ վերջին եւ խնդրում եմ վերջին հարցը եւ վերջին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից խաղաղության պայմանագրի ստորագրումը Այդ հարցին բազմաթիվ անգամ տարբեր մակարդակով անդրադարձել ենք դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվելու է Եթե պատասխանատու ստորագրել ինչու չի հրապարակում այդ համաձայնագիր գծիկ պայմանագիրը պարոն Գրիգորյան որ ժողովրդի իմանա ինչ է ստորագրում Փաշինյանը Ինչու է ժողովրդի տակում պահվում ստորագրելուց առաջ թող հրապարակի Նախ կցանկանայի նշել, որ եթե ուշադիր հետևեք հրապարակային ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հանրության հետ կիսել եք։ Ես հասկանում եմ, խնդրում եմ, սպասեք։ Քանի որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ամբողջ գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել ենք, ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք հապաղման ադրբեջանական Ոչ թե հապաղման ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին եւ քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ամբողջ գործընթաց կիսվել ենք հանրության հետ, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Ուղիղ կապ չկա Գրիգորյան, Երևանը կոնկրետ տեղ առաջարկել է ադրբեջանական կողմից Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ, դրանք պետք է գիտեք ոնց խաղաղության պայմանագիրը կարծում եմ եթե ստորագրենք ինչ որ մի բալանսավորված տարբերակով կստորագրենք դա քննարկելու հարց է այսքանը շնորհակալություն Բաքվի հետ ուղիղ կապ չկա պարոն Գրիգորյան Բաքվի հետ ուղիղ կապ չկա